Ազատության և ցնծության երգը թող լինի արդարների տանեն Ազատության և ցնծության երգը թող լինի արդարների տանեն Մեր Տերը նախանձավոր Աստված է Մեր Տերը նախանձավոր Աստված է Մեր Տերը բարի է Այսօր Աստված տիրում ես դու ես այսօր Աստված տիրում ես մեծ այսօր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ այսօր Աստված ես
Sem aprel kes no mian Lăsel coanusai Art kan spad men mish partrazai Bit kasam vaiman Du im serdu ma kurvada Seres tu Not just fast, but
Ուրախ եմ ամեն մեկի դանդիպում եմ, ամեն մեկը բարի եկել Տերոջ ներկայությանը, որ կարող ենք միասին Տերոջը պաշտենք ու փառաբանենք։ Դենց որ Աքսելն ասա, Պարսկաստանում մեծ թիվով մարդիկ սպանվել են, մարդ նայում է, մեկ երբով մեղքն է գալի երիտասարդներ, մեկերը որ այդպեսի անիրավ ձևի սպանվել են եւ մենք որպեսզի հավատացյալներ չենք կարող Անդեպ նման խնդիրների անտարբեր ենք, ինքնաբերաբար ցավում ենք, աղոթում ենք, Տերոջ ողորմություն ենք խնդրում եւ Տերից ուզում ենք միջամտի ու իր ողորմությունն հայտնի։ Բայց իմանում եք ընդհանրապես եկեղեցու եւ Աստծո արքայության սովորություն հեղափոխությունների դիմաց աշխարհիկ հեղափոխություններից տարբեր է։ Այսինքն աշխարհիկ ձևակերպերը ուզում են սպանեն, ջարդեն, վերջապես ատեն եւ այդ ձևով բերեն մատ ազատություն կամ վրեժխնդրության հետևից են կամ երբեմն հետևանքը միլիարդավոր շահերի փողի դրամի խնդիրներն ազատությունը մի մաս է Հիմա ես որ ասում եմ մի ժամանակ կա որ մեկն ջուրիներ սխեղտվելու օգնության կարիք ունի այդ պահին խրատելու ուրիշ բանի կարիք չունեն հիմա Պարսկաստանում ժողովուրդը կարիք ունեն Ճիշտ այս պայմանների ներսը մեծևի ելք ու ազատություն էլ ես անիրավ կացությունից, որ ջոմուրի իսլամին ու աղբյուր առած իսլամից է այդպեսի տեղի ունենում, հիմա ով ինչ կարող է անում է և պետք է այդպեսի արվի միջև ազատություն գա, բայց ուզում ընդհանրապես ասեմ, որ եկեղեցու և Աստծո արքայության ձևն այդպես չէ, Նրանք, որ քաջաբար վկայել են, գնացել են, ոմանք նահատակվել են, ոմանք բանտ են նստել, ոմանք ճնշումներից են անցել, արդյունքն ինչ է եղել, տարիներից հետո հիմա քանի միլիոն հավատացյալ քրիստոնյաներ կան, որ ճշմարտությունը ճանաչել են, ճշմարիտ ազատության են եկել։ Գիտեք, հեղափոխությունները բերում են ինչ քաղաքական ազատություն, հասարակության ազատություն եւ շատ մարդկային իրավունքների տեր են դառնալ արժեքավոր է Բայց խնդիրն է թե որ նույն հեղափոխականները մի արժանանակ հետո իրանք դառնում են նույն անիրավ մեկեր որ կարիք է իրանք հակառակ հեղափոխություն լինի Այսինքն որ Պարսկաստան հեղափոխությունն եկավ մարդիկ ինչքան ուրախին, աշխուժին, ազատությունին վայելու Բայց հետո նույն մեկեր որ այդպեսի ուրախություն են բռնում հիմա դարձել են այդպեսի մարդասպաններ Եվ ընդհանրապես Հեղափոխությունների մեծ պատմությունները այդպես եղել է, որոշ տեղեր եղել ավելի արդյունքներ լավ է եղել, բայց ընդհանրապես այդպես է եղել։ Տեր Հիսուսը մատ առակ խոսեց, որոմների առակը, այսօր իմ խոսքից թեման չի, բայց որպեսի մատ տեսկացության համաձայն այդ խնդիրը ձետ կիսում է։ Որոմների առակի ներսը Տեր Հիսուսը մատ առակ խոսեց, որ մի մարդ կար, ծորեն ցանեց իր արտումը Եվ որոմներ էլ ծրեց, այսինքն ավելցում խոտեր էլ դուրս եկավ։ Ծառաներն ասան Տեր, այդանք այդ խոտերը քաղենք, ասավ չէ, թողեք երկուսը միասին աճեն, միջև հունցքի ժամանակ մենք քաղենք, հետո ծորեները ջոկ տեղ գդիզենք, որոմները կտանք այրվելու համար։ Հետո մեկնությունը, բացատրություն, սա էր որ չելնի որոմները քաղելիս ծորեներին վնասեք։ Ծորեններն ով են արքայության զավակները Այսինքն Տերը իր արքայության զավակները որ մենք լինենք համար շատ կարևոր է Ամբողջ այս մոլորակները որ տեղի ունենում ամեն ինչ կարգադրությունները այսպեսի ուղղակիորեն դասավորություններ եղել ում համար է եղել իմ ու քո համար որ մենք Աստծո արքայությունը ժառանգենք եւ իջև հավիտյան իր տերությանը մասնակից ելնենք Ուրեմն չի ուզում ոչ մի բան այդ նպատակին խանգարե եւ այդ սուրբերին խանգարե Դրա համար Տերոջ խաչը առաջնահերթ ինձ ու քեզ համար է եղել հետո ամբողջ աշխարհը Եվ այդ որ Աստծո առաջնահերթ նպատակ ամեն դասավորություններից եկեղեցու եւ հավատացյալ ժողովրդի համար է Իսեր մեզ այդ ամենը դասավորում է Եվ այդ որ Շատ ժամանակ հեղափոխությունների ներսից տեսեք մարդիկ ջարդվում են, լավ, վատ, հավատացյալ, անհավատ մեկերը, տարբեր մեկերը սպանվում են։ Ինչքան իմ հավատացյալները նահատակվել այդ քաշքշոցների ներսը։ Աստծո կամքը չի։ Բայց տեսեք, Աստված իրավունք է տալի մարդուն, ճիշտ կարծես մատ այգի տրվել է մեկին։
Եթե լավ է ցանում, վատ է ցանում, իրավունք է տվել մարդուն։ Ինքը երբեք միջամտում է, հատկապես մենք աղոթում ենք, շատ ճակատը բա ուր է Աստված դեր մեջտեղ չի գալի։ Աստված աշխարհը տվավ Ադամ եւ Եվային եւ իր սերունդին, ասավ նրան ղեկավարեք, կառավարեք եւ նրանում ապրեք։ Հիմա եթե այդ մարդը գալիս է ծորեն է ցանում, փուշ է ցանում, ինչ է ցանում, այդ իրան կապ ունի։ Պատասխանատու Աստծուն, բայց իրավունքը տրվել է իրան։ Եվ այդ ձևով այս մարդկությունը ապստամբում է Աստծո հակառակ, Աստծո դիմաց, Աստծո արքայության դիմաց, Աստծո սուրբերին է հալածում եւ իր մարդկային ծորը մոտեցումներով խնդիրներ ուզում է լուծի։ Հիմա այդ ձևով այս եզրակացության եմ գալի, որ մենք այդ ամբողջ անիրավությունները մենք համակայլ չենք։ Այսինքն մենք իրանց նման չենք, որ մենք կարող ենք հեղափոխության համար քայլեր վերցնենք, բացասականություններ հայտնենք, սխալները պետությանը հայտնենք, բայց կարելի է աշխարհիկ ձևի կերպով վրացան չվերցնենք մարդասպանությունով ու այդ ձևի հեղաշրջում բերենք։ Բայց նույն պահին, ես էլ ասեմ ձեզ, որ ժողովող գրքում գրված է, ասում է, եթե մեր երկրում դու անիրավություն տեսնես, մի շփոթվի, մի վրդովվի, որտեղ նա որ ամենից բարձր է, նա տեսնում է եւ նա գիտե, այսինքն նա տիրապետում է, ամեն ինչի համար իր հարմար ժամն ու կարգադրություն ունե ու անում է։ Երբ որ մենք նայում ենք տարբեր երկրներում, կոմունիստությունը մեր ժամանակ եկավ քաղցր խոսքեր, հավասարություն, եղբայրություն, միություն, այդպեսի խոսքեր խոսում, միլիոնավոր մարդիկ էլ հետևում էին։ Բայց ժամ եկավ, որ երբ որ ինքը հսկողության ասավ, ինքը դարավ ամենամեծ մարդասպան, որ մարդկանց մեկ-մեկ չէր թաղում, այդ մեծ գործիք մեքենաներով էր թաղում, խումբ էր թաղում։ Աստված ասում, օքեյ, դու կոմունիստությունը կուզում համեցեք, փորձեք։ Մարդիկ երթում են սկզբում ուրախ են, բայց շուտով Ջոմհուր Իսլամի նման տեսնում թակարդն են ընկե։ Իսլամը մեր ժամանակը սկսավ սուրով ու ջարդելով առաջ գնաց տարբեր երկրներ գրավեց։ Պարսկաստանում մեծ քրիստոնական կազմակերպություններ է եղել, մեծ եպիսկոպոսական ասած կացությունները ունեցի ասորիներից, հայերից, բավականին թիվով քրիստոնյաներ ունեցի, Պարսկաստանից, իրանցից պարսիկ քրիստոնյաներ, հազարավոր քրիստոնյաներ են ունեցել, մեծ կազմակերպություններ, բայց իսլամը սպանելով ու ջարդելով ու փախցնելով այդպեսի տիրապետել է։ Իրաքը նախորդ քրիստոնյա է եղել, բռնելով, ջարդելով մուսուլման են դարձրի։ Ուրիշ երկրներ, Թուրքիան Բիզանսի ժամանակ ամբողջը ռոմական կայսրության իշխանության տակ էր, քրիստոնյային։ Երբ որ թուրքերը հարձակվեցին, բռնեցին, շատ քրիստոնյաներ փախան ուրիշ երկրներ, բայց շատերը մնացին եւ ճնշումի տակ մուսուլման դարձան։ Եվ հետո երբ որ իրանց իշխանությունը կանց հետերեթում շատ ուրիշ երկրներ, Հունաստան, Կիպրոս, ուրիշ տեղեր, մի մասը մուսուլման մնացին, բայց մի մասը վերադարձան քրիստոնեության։ Բայց խոսքը սա է, որ իսլամը ուժով ու զորով ու մարդասպանությունով եկել է, բայց հիմա ժամն է, որ ինքը իր արդեն կերած է հետ բերի, ներողություն այդպեսի ասեմ։ Այսինքն ժամն է, որ իր դաժան մարդասպանական հատկությունները, դևային հատկություն Երևան գա։ Հին ժամանակում մեդիա չկար, թերթերը չէին գրում, սպանում էին, ջարդում էին, ծածկում էին եւ ձևացնում էին արդարություն, բայց Աստված կացություն առաջ բեր է, որ այսօր իրան զիմարությունը հայտնաբերվում է։ Ինտերնետը հաշկացնում են մարդկանց ճիշտ բանտիներն են գցում եւ ամենի կրակի են կողվում։ Են դրանից դաժանություն ու հիմարություն ու մարդասպանությունից բարձր էլ ուրիշ բան չկա։ Մենք դրանց տեսել ենք, մոտքից տեսել ենք, որ ինչպես հիմար ու դևային հոգով բռնված մարդիկ են։ Եվ այդպեսի ջարդում են։ Հիմա այդ միջոց է, որ մարդիկ իսլամի բնույթը տեսնեն։ Ես 1-2 տարի առաջ էր մատ TV ծրագրի ներսնացում, ասեմ, որ առաջ Պարսկաստանը պետք է իր սխալ ընտրությունների համար ողբա ու ապաշխարի, որ իսլամն ու Ջոմհուր Իսլամին ընտրե։ Երբ որ այդ ապաշխարություն ճշմարիտ դերնի, Աստծո միջամտությունը մեջտեղ կբերի։ Իհարկե Աստված ողորմած է տարբեր ձևակերպերով պետությունների, կազմակերպությունների այնպես ուղղումա, որ նրան շահը գա այդ գծին, որ վերջապես
Պարսկաստանի համար ազատություն բերեն։ Հիմա մեր մասն է դա, որ ցավում ենք, կիսվում ենք, բայց իմանում ենք, որ այդ ազատությունը կատարյալ ազատություն չի։ Որտեղ ճշմարիտ ազատությունը դա որ մարդ ներսևանց փոխվում է, ազատություն սիրող մեկն է դառնում։ Խաղաղություն եւ խաղաղություն սիրող մեկն է։ Եթե մեկը ազատություն է սիրում, պետք է իր կյանքում, իր տունում, իր գործատեղում, իր շրջակայքում էլ այդ ազատությունը սիրող է լինի։ Ոչ թե ազատություն սիրում է իր համար, բայց որ իրան իշխանությունը տրվում, ինքը անիրավ մեկն է դառնում։ Եվ շատ ժամանակ մարդիկ, որտեղ ներսևանց ազատ չեն, իրան գերի են, եւ երբ որ իշխանության են գալի, այդ ներսևանց գերավարությունը բերում են կյանքում հասարակության ներսը եւ մարդիկ ճնշվում են։ Եվ այդ որ Տերոջ արքայության պատկամը ծեսիա, որ մարդիկ ներսից փոխվեն, ազատություն են սիրում, արդարություն են սիրում, բարություն են սիրում, սրբություն են սիրում։ Եվ այդ ձևով այդ եկեղեցու օշնյալ պատկամն է, որ աշխարհի համար քարոզվում է, ասվում է, մարդկանց ներսից փոխում է եւ ներսից բերում է խաղաղություն ու օշություն եւ այդ խաղաղությունն էլ որ այսօրվա թեման է որ պետք է խոսենք աշխարհիկ խաղաղության ինչ տարբերություն ունի մատ բերենք մի մաստերոջ խոսքից կուզեմ բերենք այո այս համար ոդքի կայնենք այս համար էլ իհարկան Տերոջ խոսքին նայենք ասում է խաղաղություն եմ թողում ձեզ իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ ոչ թե ինչպես աշխարհն է տալիս ես եմ տալիս ձեզ ձեր սրտերը չխռովի եւ չվախենա տեսեք Տերն ասում է իմ խաղաղությունն եմ տալի այդ խաղաղությունը ինչ խաղաղություն է ինչ տարբերություն ունի աշխարհիկ խաղաղության հետ անտիալական մեփ խոսացինք բայց կուզեմ ավելի բացեմ այս թեման որ մենք ունենք արդարություն աշխարհիկ արդարությունը ինչ է այն որ մարդիկ ասում են արդար ելնելը այդ որ մենք Քրիստոսում արդարություն ենք այսինքն ինչ աշխարհում կա ուրախություն այդ ուրախությունը մի բան է մենք Քրիստոսով ունենք մատ ուրախություն այդ ուրախությունը ինչ ուրախություն է երբ որ մենք զանազանենք այդ խաղաղությունը որ Տերից է ինչ խաղաղություն է այն ժամանակ մենք պետք է տեսնենք որ երջանիկ ժողովուրդ ենք բախտավոր ժողովուրդ ենք այդ խաղաղությունը աշխարհը չունի աշխարհը իր ձևակերպերով խաղաղության հետևից է բայց այդ հանգիստն ու խաղաղությունը որ աշխարհիկ է աղբյուրն ինչ է արդյունքներն ինչ է եւ հետևանքներն ինչ է եւ երբ որ մենք Տերոջ խոսքին ենք նայում այդ Հիսուսի տված խաղաղությունը ինչ է այդ երբ որ հասկանանք պետք է ավելի մեր սրտերում ուրախանանք ու Տերոջ փառք տանք Անցյալ Կիրակի մենք խոսեցինք Մատթեոս ավետարան 11:28-ից 30 համարները որ Տերը կոչ է տալի եկեք ինձ մոտ բոլոր օգնածներ ու բեռնավորվածներ ես ձեզ հանգիստ կտամ Հիսուսը ես եմ ձեզ հանգիստ տալի Ուրեմն իմ շեշտ առաջնայր տեսեր որ Հիսուս իր խաղաղությունն է տալի եւ ինքն է այդ խաղաղության աղբյուրը եւ այդ ձևով իր խաղաղությունը մատնվերի նման է որ Սուրբ Հոգով տրվում է մեզի բայց այն կողմից ասում իմ խաղաղությունը Հիսուսի խաղաղությունը ինչ խաղաղություն էր Մենք այս համարիներս նայում ենք, Հիսուս այս խոսք երբ է ասում, այն ժամանակ ասում որ ինքը հետո դեպի խաչը եւ շուտով պետք է խաչվեր, 1-2-3 օր խաչից առաջ այդ խոսքերը կիսվում աշակերտների հետ։ Ուրեմն աշակերտները շփոթված են, իրանց ասում որ ձեր սրտերը չխռովի եւ չվախենա։ Մի վախենաք, մի շփոթվեք։ Ես իմ խաղաղությունն եմ տալի ձեզի։ Հիսուսի խաղաղությունը ինչ խաղաղություն էր։ Այն անգամ խոսացիկ Տեր Հիսուս ասավ որ ես իմ ուրախությունն եմ տալի ձեզի։ Ասավ այն ուրախությունը որ Հիսուսն իր սրտում ուներ, խաչը արհամարեց։ Հիսուսի ուրախությունը ինչ ուրախություն էր։ Այն ուրախությունը որ Հայր Աստծո կամքն է կատարում։ Այն ուրախությունն էր որ երբ որ խաչ գնա, միլիոնավոր ու միլիարդավոր մարդկանց մեղքերի թողությունը պետք է պատրաստե։ Այս խնդիրը այնքան Հիսուսի համար կարևոր էր ուրախացնում էր, որ խաչն ու տանջանքն ու խնդիրները շատ հասարակ մի բան են։ Ճիշտ էսպեսի ասեմ, ձեզի կանչում են գործի, դուք պետք է ցերեկ գիշեր գործեք ու մի ամսվա համար ռոճիկ առնեք, բայց ձեր ռոճիկը այնքան բարձր է, այնքան ընտիր է, այնքան լավ են վճարում, որ այդ ցերեկ գիշերվա գործը ոչինչ է երևում ձեր աչքին։ Ճիշտ ասեմ, որ մեկ ամիս ցերեկ գիշեր պետք է գործեք, տարբեր ժամերի գործի վրա ելնես, ամսագլխի միլիոն կվճարենք։ Դու ընդդեմ էլ արդեն շատ ճնշումով ու դառնությունով ու նեղված ու դժգոհ չես էդ առավոտը շուտ աշխուժ ամեն ժամանակ շատ շարժարիտեր բարձր է էթաս
Հիմա Տերը նայում էր այն նպատակին, որ ուներ, աստվածային նպատակին, դրա համար մատ ու մեծ ուրախություն կար իր անում։ Տեսնում էր եկեղեցու փրկությունը, եկեղեցու զարդարված կաթություն եւ նրա հավիտենականությունը։ Եվ այդ էր որ խնդիրները տարբերվում էր իր համար։ Հիմա ասում եմ իմ խաղաղությունն եմ տալի։ Հիսուս Տերը, երբ որ Հայր Աստծո կամքի ներսը քայլում էր, աստվածային մեծ խաղաղություն կար իր անում։ Այսինքն այդ կապը, որ Հայր Աստծո հետ ուներ, Հիսուսին 100-ին 100 խաղաղության էր բերում։ Հիմա մենք էլ Քրիստոսում, երբ որ Հիսուսի հետ նույն կապի ներսն ենք գալի, մենք այդ խաղաղությունը ստանում ենք։ Հիսուսի խաղաղությունը ստանում ենք։ Գիտեք, Տեր Հիսուսն ասավ ինչ, ասավ հոգնածներ ու բեռնավորվածներ եկեք ինձ մոտ։ Մի ժամանակ կա մարդիկ մտային աշխարհքով շատ ճնշված են։ Հոգս ունեն խնդիրների համար, ապակայի համար, կյանքի համար, դժվարությունների համար։ Մենք էլ շատ ժամանակ հավատացյալներով պատահ ժամանակ ընկնում ենք այդ թակարդների ներսը եւ այդ բեռերը գալիս է իմ վրա։ Եվ այսօր քեզ ասում եմ, սիրելի քույրս ու եղբայրս, եթե դու Հիսուսին ես նվիրված, ազատվի այդ մտահոգություններից։ Տեսեք, շատ ժամանակ մեր մտահոգություն, շփոթությունը որտեղից է գալի։ Վաղն ինչ կելնի, ապական ինչ կելնի, իմ կյանքս ինչ կելնի, ինչպես կապրեմ, իմ ծերությունն ինչպես կելնի, մենակ ելամ ինչ կելնի, որտեղ պետք է թաղեն, այդ գերեզմանի ծախսունով կտա։ Դու մատ փառավոր Տեր ունես, քեզ համար մտածում է։ Դու փառավոր Տեր ունես, քեզ համար մտածում է։ Տեսեք, երբ որ մի օքի Հիսուս չունի, մտածում է, որ ինքը պետք է ծրագրի, ջանանա, վազի, փող հավաքի եւ տարբեր գործերի դիմի, որ կարողանա ապական ինչա հսկողության տակ պահի։ Որ վստահ ելնի, որ ծերության ժամանակ ամեն ինչ լավ կելնի, բայց էլի վստահ չի, հայտնի չի, որ դե բերումներն ինչ կելնի։ Երևույթապես տենց է երևում, բայց չի ելնի ասել։ Կյանքը հազար մի գույն ունի։ Խոսքը սա է, որ աշխարհիկ մեկերը, այն որ Հիսուս չունի, աշխատում է իր ջանքերով, իր խնդիրներով ապական ղեկավարի, որտեղ ապակայի վախը, շփոթությունը, մտահոգությունները իրան նեղացնում է։ Եվ իր ջանքերով ու ամբողջ այդ գործերով ու ծրագրերը դասավորելով ուզում է մեկ ձևի իր համար մխիթարություն ու խաղաղություն եւ մտքի հանգիստ պատրաստ է։ Այդ լավ է, բայց եթե Աստծուն չունենա, չի մանում ինչ կելնի։ Այսինքն որպես հավատացյալ, ձեռից տեկածն արա, կարգադրություններ տարա, այդ որ կարող ես դիզես դիզի մնացած ապրի եւ ապավինի քո Տերոջը, այդ որ աշխարհը չունի։ Այդ որ աշխարհը չունի։ Երբ որ դու ապավինում ես Տերոջը, հանգիստը սկսում է։ Հալելույա։ Մենք մեր Տեր ունենք, որ կարող ենք իրան վստահենք, ինքը խոստացել է։ Չի խոստացի, որ դու դժվարություն չես ունենա, նեղություն չես ունենա, երբեք չես հիվանդանա։ Բայց խոստացել է քեզ համար, որ ինքը քեզ հետ կելնի, քեզի կօգնի եւ իր ողորմությունով քեզի կղեկավարի ու քեզի կպաշտպանի։ Եվ էդիա որ մենք որպես հավատացյալներ ունենք Տերոջ խոստումը եւ ունենք մի հատ ընկերային կապ Հիսուսի հետ։ Մենք Հիսուս Տերն ասավ դուք իմ ընկերներն եք։ Դուք իմ եղբայրներն եք։ Ինքը ասված եկեղեցու ներսը հայր քեզ կփարաբանեմ։ Իր հարության մասին է Եբրայեցիս թուղթը գրում։ Ուրեմն Տերը իր ներկայությունով այդպեսի մեր կյանքում մեզի հետ ընկերի նման է։ Մենք այդ կապը որ Հիսուսի հետ ունենք երջանիկ ու բախտավոր ենք։ Մեր բախտավորությունը այդ կապն է, որ Հիսուսի հետ ունենք։ Տեսեք, եթե մեկը եկեղեցի է գալի, դերևս Հիսուսի հետ կապ չունի, ոչ փրկություն ունի, ոչ խաղաղություն ունի, ոչ հանգիստ ունի, շփոթված է, մտահոգ է, չի կարող ապավինի Աստծուն։ Ապավինումը չի ման մարդիկ արդյունք կառնի թե չէ, բայց երբ որ մենք Հիսուսին լավ ճանաչում ենք, հետ ընկերություն ենք անում, իմանում ենք նա այն փառավոր Տերն է, որ ամեն վիճակների ներսը երբեք մեզ մենակ չի թողնի։ Եվ խորը դժվարությունների ներսը դերևս կարող ենք մենք ապավինենք Տերոջը։ Ասում են ռոմական կայսրության ներսը մատ անձավորության հավատացյալի բռներ էին եւ այդ դատավորը դատ էր վարում եւ հրաման էր տվել դատի հետևանքով որ ես հավատացյալին բռնենք ցեն կրակի ներս այդպեսով վարվի։ Այդ իր մահապատիժն էր որ դասավորվել էր։ Եվ այդ հավատացյալը Տերոջ փառաբանելով, ապավինելով Տերոջը պատրաստվում էր արդեն այդ դատը վարեին
Դատավորը եկեր մոտիկից նայում էր։ Իրան կանչավասավով դատավոր։ Եկ մատ ականջ դիրիմ սրտիս, տեսիմ սրտի զարկոցը քեզանից ավելի հանգիստ է խփում։ Ես մահի դիմաց եմ կայնի, բայց խաղաղություն ունեմ։ Բայց դու շփոթության ներսում ես։ Հիմա Տերոջ ներկայությունը, թեև գնանք մահվան շուքի ձորում է, դա ներկայությունը մեզ անբավարար է։ Որտեղ հավատացյալի որ մահն էլ մահ չի, վերջակետ չի։ Նոր մի դուռա, որ ուզում է իր փառավոր Տերոջ հանդիպի։ Տարիներ հավատացել, ծառայել, վկայել, նվեր տվի, եկեղեցի գնացի, իր Տերոջ համար արհամարվել, ծաղրվել, հիմա արդյունք տեսնելու վրա է։ Այսինքն այդ փառավոր ու աննման հույս է, որ աշխարհ չունի։ Այդ որ աշխարհը պրասում մահվան վրա, մտածում վերջակետա, ինչ կերլի ենք ում չեմ իմանում, մեծ անհայտության դիմացա կայնել։ Բայց ընդ տեում, որ մարդիկ անհայտության ներսրեն հավատացյալը, մատ խորը հավատքի տեր է և հույսի տեր է։ Եվ դրա համար կարևոր է, որ մենք այդ աստվածային խորհուրդները լավ բռնենք մեր կյանքումը և մեր կյանքի ընթացքում այդ ապրելով վայելենք այդ աստվածային շնորհքը, խաղաղությունը, պատրաստությունը եւ այդ մեզ հանգիստ է տալի։ Տեր Հիսուսն ասավ ինչ. Ես հեզ եմ եւ սրտով խոնար եւ ձեր անձերում հանգիստ կստանաք։ Ուրեմն մեր հանգստի խնդիրն ինչ է, մեր կապն է Հիսուսի հետ։ Այդ այդպես որ ինքը Հայր Աստծո հետ կապ ուներ։ Տեսեք մի հատ բան ասեմ ձեզի։ Տեր Հիսուսը ամեն գործ որ անում էր հավատքով էր քայլում, ոչ թե իր աստվածային իշխանությունը, որտեղ դադարվեց, իր աստվածային իշխանություն թողավ, աստվածային փառք թողավ, իմ ու քո մարդ եղավ։ Բայց կարդում էր Աստծո խոսքը հավատքով էր քայլում։ Որտեղ ինքն ասում է, ես Հայր, ինչ որ քեզ հաճելի է, այդ եմ անում։ Եվ գրված է, որ ոչ ոք չի կարող Աստծուն հաճեցնի, բացի հավատքով քայլելը։ Այսինքն ցույց է տալի, որ Հիսուսը 100-ին 100 հավատքով էր քայլում, հավատքով էր խոսում։ Եվ հավատքն էր իր դրդապատճառ, որ տեսնում էր Հայր Աստծո ծրագիրը, եւ այդ կապը, որ հոր հետ ուներ, իրան հանգիստ էր տալի։ Թեև արդեն խաչին էր մոտենում, ոչ թե միայն իր համար չէր մտածում, ինքը պետք է մեռներ, ինքը պետք է խաչվեր, ինքը պետք է տանջվեր, ոչ թե այդ իրան չէր սարսափեցնում, այլ աշխատում էր աշակերտներ քաջարեր։ Չխրովեք, ձեր սրտերը չխրովի, չվախենաք, մի վախենաք։ Ես հաղթել եմ, դուք էլ վստահ եղեք, ձեզ համար հաղթություն կա, երկնքում տեղ կա պատրաստած։ Օ, ինչ փառավոր է։ Եվ ես հավատացյալի համար այդ մեծ խաղաղությունն ու ուրախությունն ա որ գալիս է։ Մեծ ուրիշ պատճառ որ հավատացյալն ունի խաղաղության համար, այդ արդարությունն ա որ Հիսուսից ստանում է։ Այսինքն աշխարհը երբ որ Հիսուսին չի հավատում, ինքնաբերաբար ոչ հույս ունի, ոչ եթե խղճի համաձայն ուզենալ նայի, արդար չի զգում իրան, որտեղ խղճի խայթոցներ կա, մեղավոր ազգում։ Բայց Տեր Հիսուսը ասավ ինչ, իր արդարությունն է տալի, մեզ արդարացնում է, Ռոմացիս թուղթում Պողոս առաքյալ գրված է, որ մեր մեղքերի համար խաչվեց եւ մեզ արդարացնելու համար հարություն առավ։ Այսինքն մեր արդարությունը մեր ջանքերով չի։ Մենք զգուշել ենք, կրոնական վարվենք, ջանանանք, ճիշտ վարվենք, սխալ չվարվենք, որ արդարանանք, որ Աստված մեզանից գոհ լինի։ Գիտեք, այս ամբողջ կրոնական խոսք է։ Եվ Հիսուսն են անգամ ասամ, Տերն ասավ, որ դուք որ հոգնած ու բեռնավորվածներ եք, այսինքն դուք որ ջանանում եք Աստծուն գոհացնելու համար տարբեր գործեր անեք, դիմեք կրոնական ձևակերպերի, հատկապես փարիսեցիները 1001 օրենքներ ունին, ասում են այսպես արա, այսպես վարվի, ձեռքերը դվածի չեմ անում, շաբաթօրը մի բան մի արա, այն հազարավոր օրենքներից հետո մի գուցե անձնավորությունը ընդունվեր, որ Աստծո ողորմությունը ստանար։ Դրա կողքին ինչ էր, երբ որ մեկն Հիսուսին հավատում է, Տերն ասում ներվել ես, արդարացել ես։ Այսինքն, երբ որ մենք ներվել ենք և արդարացել ենք, այդ մեծ խաղաղության պատճառն է։ Այսինքն, մարդ իր մեղքերի համար մտահոգ է։ Ես եթե ինքն գնացիմ Աստված, եթե իրականություն ունեցավ, ինչ պետք է անեմ, ինչ պատասխան տամ։ Ես ջանացել եմ, լավել եմ, բայց չեմ անում, լավ եմ, արդյոք Աստված ինձ գոհ կլինի։ Երբ որ Հիսուս չունի եւ Հիսուսի արդարությունը չունի, շփոթված է։
Կարելի է հավատացյալներ պատաժամակ այս խոսք, որ Տերը պատրաստել է, լավ չեն բռնում, իրանց դերևս պակաս են տեսում, մեղավոր են տեսում, քաշքշոցի ներսն են։ Տեսեք, կրոնը ասում է ջանացի, լավ ելնես, բարի ելնես, գործես, կրոնական ամբողջ օրենքները պահես, մանրամաս խնդիրներին, որ բծախնդիր էլի, մի գուցե արդարանաս։ Աշխարհն ինչ, ասում է, ինչ ունես, հարստություն ունես, փող ունես, ծանոթություն ունես, կարողություն ունես, տաղաններ ունես, այդ ամենը գործադրի, դու օքեյ ես, լավ ես, հաճելի մեկն ես։ Հիսուսն ինչ ասում, ասում է այդ որ կաս, այդպես որ կաս, մեղավոր, տկար, խեղճ, պակաս, ինչ որ կաս, տենց արի, ես քեզ գրկում եմ եւ քեզի նոր կյանք եմ տալի, նոր ինքնություն եմ տալի։ Եվ այդ ինքնությունը նա որ մեզ ինչ անում, մենք հանգիստ ենք առնում։ Տես, եթե դու տեսնես Աստված քեզ որքան է սիրում, դու շատ կազատվես մարդկային սերերից։ Եթե իմանաս Աստված որքան ուշադիր է քո վրա, դու ուրիշների ուշադրությունը չես ուզենա։ Այսինքն բավարար կելնես, երջանիկ ես, բախտավոր ես։ Ամեն սերերի համար Տերոջը փառք, բայց մենք բավարարված ենք Հիսուսի սիրով, որ մեզ գրկում է, մեզ սիրում է, մեզ ներել է։ Եվ մենք կատարյալ ենք, դրա համար Կողոսացից Տոկտու Պողոս Արաքյալ գրում է, որ դուք Քրիստոսում կատարյալ եք, կարիք չունեք, եւ հետո որ Դավիթ գրում է, որ ես Տերն իմ հովիվը, mən ոչ մի բանի կարիք չունեմ, Տեր ինձ համար բավական է։ Հենց այդ որ Տեր իմ վրա ժպտում է հերիքս է։ Հենց այդ որ Տեր ինձ սիրում է ու ընդունում է բավական է ինձ համար։ Կարևոր չի աշխարհը ինչա, կարևոր չի դժվարություններ կա, կարևոր չի հիվանդություններ կա, կարևոր չի որոշ բաներ իմ սրտով չի։ Դրանք երկրորդական, երրորդական, չորրորդական են։ Մեկ բան է ինձ համար կարևոր, որ Տերը ինձանից գոհ է, Տերը ինձ արդարացրել է, Տերն ինձ սիրում է, Տերոջ խաղաղություն ունեմ, ես Հիսուսի հետ ընկերային կապ ունեմ, այդ ինձ խաղաղություն է տալի։ Այդ խաղաղությունն է, որ աշխարհը չունի։ Այդ խաղաղությունն է, որ աշխարհը վազում է, երևակայում է, քաշքշում է։ Գիտեք, շատ ժամանակ աշխարհիկ մարդիկ եւ մենք էլ բնությամբ այդպեսի ենք։ Մեր մտային աշխարհում շատ ալեկոծված կացություն ունենք։ Ես հետո խոսամ, որ այդ մեղքի սերմը, որ եկել աշխարհի վրա, ճիշտ աշխարհին ալեկոծում ու շփոթություն է բերե։ Եվ աշխարհը շփոթված է, անխաղաղ է, անբավարար է։ Ալեկոծված մի կացության ներսն է, որտեղ այդ մեղքի սերմը աշխարհում այդ շփոթությունը բերել է։ Հիմա երբ որ մենք նայում ենք Տերոջը, Տերը իր ներկայությունով բերում է մեզ այդ խաղաղությունը եւ տալիս է այդ աստվածային խաղաղությունը, եւ մենք այդ խաղաղություն ունենալով ապահով ենք ու խաղաղություն ենք առնում։ Եվ դրա համար երբ որ նայում ենք մարդկանց, մարդիկ ինչ են անում, հատկապես կամ ուղեղի հատկությունը խոսեմ, մեր մտային աշխարհը, պատաժող հավատացյալներս էլ նույն թակարդների ներսն են գնում։ Մարդիկ անընդհատ մտածում են, աշխատում են ապական երևակայել, խնդիրները լուծել եւ միտքը իր բնությամբ անընդհատ ջանանում է, անընդհատ տարբեր սցենարիոներ ստեղծում, սարքովեն պատմություններ սկսում եւ կրկնողությունով կրկնվում է, որպեսզի կարողանա մեկ ձևի հասնի մետեղ, որ բավարարություն գտնե։ Եվ այդ մտային խնդիրները շարունակ մարդկանց կյանքում կա, այդ աշխարհիկ շատ ժամանակ ալեկոծ կացությունն է եւ մենք էլ մեղքի հետևանքով այդպեսի կացություն ունենք։ Այսինքն մենք մարդկանց մեծ մասը իրանց շատ ժամերը մտային աշխարհով պատմություն են սարքում, այդ պատմություններով երևակայում են, պատաժամանակ իրանց սիրալի կացությունների են ասում, պատաժամանակ վրեժխնդրություն են անում, պատաժամանակ ծառայում են, պատաժամանակ սպանում են, պատաժամանակ կյանք են տալի, կյանք են առնում։ Այդ քաշքշոցները խառնիչ աղանջ կացությունն է, որ ունենք։ Եվ մենք էլ շատ ժամանակ այդպես ենք, հատկապես որ գիշերեն գալիս է քնելու, մեր փոքր նրանք որ չեն սովորի Աստծո ներկայությամբ հանգիստ առնեն, ոչ մի բանի չմտածեն։ Մտածա իր ներկայության համար, իր խաղաղության ներսը, իր սիրո ներսը, որ այդպեսի սովոր չեն լռել, գիշերը գալիս են քնելու,
այդ մտքերը սկսում է։ Այսինքն միտք իր բնության համաձայն, ասում օրական 70-80 հազար մտքեր է գալի մեր մտքում։ Վա, այդ ճիշտ մատ աղբյուրին ունեցած միտք կա ստեղծում։ Պատաժանք շատ ժամ կրկնողություններ։ Եվ մարդիկ այդ ասած մտային աշխարհով խառն շփոթ կացությաններ սնեն եւ աշխատում են ամբողջ այդ սցենարիոները, պատմությունները, եթե հատկապես որ մեր խնդիր առաջկալի աշխատում են էթանետիկ ճարեն, պատասխանը ճարեն, ղեկավարեն եւ մեկ ձևի ապական սարքեն այնց որ իրանք են ուզում եւ ըտում կարողանան ղեկավարեն եւ ապահովություն գտնեն։ Որ շատ ժամանակ չեն մի արդյունքի ասում, որտեվ այդ մտքերը կրկնվում է։ Դուք այդ փորձառությունները վստահ ունեք ամեն մեկը, դա մտքերը գալի չեք կարողանում ազատվել, անընդհատ կրկնվում է։ Պատաժոք այնքան կրկնվում որ գիշեր չեք կարող քնեք, հոգնում եք։ Առօրը վեր եկացի, ժամները վերջացել է, հոգնած եք, բայց ձեր մտքերը անվերջ շարունակվում է։ Հիմա պատաժոք մենք աղոթքի ներսեփ որ գալսի կենտրոնանանք այդ մտքերը սկսում է խանգարել, իմանք ճանապարհն ինչ է, սկսեք լեզուներով փառաբանել։ Այդ ժամանակներ դեր ժամացույցը թայմերի վրա դրեք, սկսեք, ասեք 5 րոպե, ուզեմ ամեն տեղից անջատված, մենակ լեզուներ խոսելով Տերոջ փառաբանեմ։ Սկսեք, շարունակեք, կտեսնեք որ 5 րոպե եղավ 10 րոպե, 1 հորդ 20 րոպե, դուք ազատվել եք ու ազատ Տերոջը պաշտում եք ու փառաբանություն եք անում։ Եվ ձեր մտային աշխարհը սովորում է, կարգ ու կանոնի է գալի, որ ենթարկվե ձեզ։ Տերոջ խոսքը ասում է քո սիրտը զգուշ պահի, քո մտային աշխարհը գերաբարի Քրիստոսին։ Այսինքն մեր մտքերը միջոցը, մատ գործիք է, չէ՞ պետք է թողնենք ինչ ուզում է ստեղծի ու մեզի որին ուզում է ղեկավարի։ Եվ որոշ ժամանակ մարդիկ մտածում են, որ մտածում են, իրանք էլ էդ են։ Իրանց ինքնությունը այդ որ մտածում են, ոչ, մտքերը մտային աշխարհ է, լավոտ գալիս է, էթիկ մեր ինքնությունը չի, մեր ինքնությունը սա է, որ մենք Քրիստոսում սուրբեր ենք, Աստծո զավակներ ենք, օրհնվածներ ենք, Տերը մեզ սիրում է, նրա օծվածներն ենք, նրա տրվածներն ենք։ Եվ այդ միտքը քեզանից ջոգի, եւ մեկ երբով այդ միտքը ինչա քեզանում ինքնություն մի տուր, այդ որ մտածում ես դու այդ չես։ Եվ այդ ձևով սկսի ջոգի քեզի այդ մտային աշխարհից եւ խաղաղություն հավատքով։ Տեսեք, ասամ, աշխարհիկ մտածելակերպը ջանանում է խնդիրային հարցերին պատասխան ճարի, բազբզում է, կրկնվում է եւ վերջ հոգնածություն է բերում։ Եվ չի կարողանում այդ հանգստին հասնել։ Եթե հանգիստներ առնում է, մի հատ դժվարության հետևանքով հանգիստը դերից տալիս է։ Այդ խաղաղությունը, որ շատ ջանանալուց հետո կարողացել է հասնել այդ խաղաղության, բավական է մի հատ վատ անհաջողություն գա։ Շփոթվելա, թռա, վերջացելա, այլևս հանգիստ չկավիլես խաղաղություն չունե, վերջ։ Ալեկոծումները, հարցերը, եթեները, եթե այսպես էր եղել, եթե ես այսպեսի մարի, ինչու այսպես չքայլամ, ինչու ֆլան գործը չարամ, այդ ամբողջ սկսում է կրկին ալեկոծումները բերելը։ Բայց հավատացյալի համար էս կա, որ այդ խնդիրներին ես որ մտածում է, սկսում է վերջնականը ապավինել իր Տերոջը։ Այդ որ ապավինում ես Տերոջը, վստահում ես քո Տերոջը, հանձնում ես քո Տերոջը, դու ազատվում ես։ Եվ այդ մեր մնայուն խաղաղությունն է, որ մենք ունենք, հալելույա, և դրամա շատ կարևոր է, որ մենք տեսեք, որ մեր կյանքի ղեկը ում ձեռքն է, այդ ամբողջ խնդիրների որոշումներ, որ արվել է, արդյունքը ում ձեռքն է, դու ում ես ապավինում, քո ուղեղիդ, քո հասկացողության, քո ծրագրին, կամ Հիսուսին, որ տիրապետում է քո կյանքի վրա, քո մտքի վրա, և քո ամբողջ խնդիրները տորեր նրա ձեռքն են։ Եթե ապավինում ես քո Տերոջը, դու հանգիստ ունես, խաղաղություն ունես։ Ես այն անգամ խոսեցին Եբրայեցիս 4-րդ գլուխում հանգիստը Եբրայեցիս թուղթը գրողն ասում է, որ մտեք այդ հանգստի ներսը, եւ ասում է Աստված 6 օր աշխարհ սարքեց, 7-րդ օրը հանգստացավ։ Բացադրան, որ չի ասում 6 օր գործավ, Աստված քրտնավ, հոգնած, 7-րդ հանգստացավ, այդպես չի։ Ասում 6 օրը սարկավ, 7-րդ օր սկսավ ուրախանալը, ամեն ինչ լավ է ելել, ինչ հաջող բան, ամեն ինչ բարի է դասավորվել։ 7-րդ օր այդ օրն, այսինքն կատարյալ է, գեղեցիկ ամենալավն է ելել։ Եվ մենք այդ 7-րդ օրին ներսն ենք, որ այսինքն ինչ, այսինքն Հիսուսը խաչով ամեն գործերն արել է, դու ինչ որ պետք է անես գոհ ելնես, ինչ որ անես դրախտներ տաս, ինչ որ անես սիրելի ելնես, ինչ որ անես Աստծո մոտ ընդունելի ելնես, Աստված
Քրիստոսով խաչի վրա արելա նվերի նման տալիս է քեզ։ Երբ որ հավատում ես, քոնը տա, եւ այդ Հիսուսով եկեք ինձ մոտ։ Չասավ գնացեք այս կրոնի հետևից կամ այս գործերն արեք։ Եկեք ինձ մոտ եւ իմ լուծն արեք, միասին քայլենք։ Լուծը երկու հոգու վզիներ, երկու հատ եզավզիներ եւ միասին քայլելու հետևանքն է։ Եվ հատկապես ծանրություն ինքն է կրում եւ ինքն էլ հաղթական է եւ մենք կարող ենք վստահել ենք, որ իր ներկայությունով նա տալիս հաղթություն։ Մատ գեղեցիկ բան ասեմ ձեզ։ Նոյան տապանը, այն որ Պատրիկի հետ ենք խոսում, Նոյան տապանը, որ Աստված սարքավ, ինչ հատկություններ կարող եք հիշեք, մեկ երկու բաներ չուներ, շարժիչ չուներ, մոտոր չուներ։ Այսինքն այդ նավը, որ Աստված էր սարքի, շարժիչ չուներ, որ Նոյն ասել ես դեմ քշեմ էթամ։ Ինչ? Հա, շարժիչ առաջ մոտոր չուներ այդ ուժը, որ առաջ տանի։ Կողքին ղեկ չուներ, որ ձախ է թա, աջ է թա, ժայրերին չկպնենք։ Այդ ինչ դժվար բան էր։ Մեկ կարող է տես նավ նստի և դրա կողքին արագաստ չուներ, այսինքն բադմաններ չուներ, արագաստ, բարը սիրուն բարը, արագաստ չուներ։ Այսինքն թեք ծկելու տեղ ուղղություն տալու բան չուներ։ Մենակ պետք է Նոյը և ամբողջ իր ընտանիքն ու ամբողջը նստեին և ապավինեին Աստծուն, որ ինչ որ ուզում է անի։ Հիմա մեր կյանքն հենց այդպեսի է։ Ղեկը այլչեք Տերոջ ձեռքը, արագաստը նրա ձեռքն է, որ կողմ է ուզում տանի, որ կողմ է թեքում։ Մենք ենթարկված ենք քեզ, մենք նվիրված ենք քեզ։ Մեր կյանքը քո ձեռքում տա Տեր։ Եվ երբ որ այսպեսի մենք ապավինում ենք Տերոջը, հանձնում ենք Տերոջը, առնում ենք խաղություն, հանգիստ։ Եվ հետո որ Հիսուսով ես իմ հանգիստն եմ ձեզ տալի, ես նվիրված եմ հորը, հոր կամքն եմ կատարում եւ հայր հաղթական է եւ իմանում ինչ անում ես հաղթական եմ եւ դուք էլ իմ նման իմ հետևից եկեք, քայլ առ քայլ, երկմիտ մի ելնեք, ամեն ինչ ապահով է, ձեզ համար տունը պատրաստված, կյանք է պատրաստված, հավիտենականությունը եւ պետք է մենք միասին այդ սեղանի շուրջը նստենք եւ այդ հաղորդությունը ընդդեմ հարազատությունով ունենանք եւ հավիտյան։ Եվ այս կացությունն է, որ հավատացյալի սրտում մի հատ աստվածային խաղություն կա, որ պայմանները, վիճակները չի դրան փող բխում։ Գիտեք մի հոգի, որ մտային խաղություն ունի, կարող է աստվածային խաղություն ունենա։ Բայց մի հոգի, որ աստվածային խաղություն ունի, եթե մտային խաղությունը չունենա, դերևս խաղաղ է։ Բայց եթե մի հոգի միայն մտային խաղությունի, աշխարհի խաղությունը Հիսուս չունենա, այդ խաղությունը ժամանակավոր է։ Եվ մենք այդ օշնված մեկերն ենք, որ ունենք խաղություն, ունենք հանգիստ, հաղթություն ունենք։ Գիտեք, մենք մեր կյանքի տարբեր ուղղություններ գալիս ստեղում, որ տեսնենք, մենք Քրիստոսում ենք, Քրիստոսը մեզանում է։ Եվ այս միությունը մեզ տալիս ապահովություն, մեզ տալիս է հանգիստ, մեզ տալիս է զորություն։ Երբ որ մենք այդ միությունից ենք աղոթում, Հիսուս մեր բերանով է աղոթում։ Երբ որ այդ միությունից ենք աղոթում, որ մենք եւ Քրիստոսը մեկ ենք, մեր աղոթքները հաղթական աղոթքներ են։ Տեր Հիսուսը ինչպես աղոթեց։ Սավայր, փառք եմ տալի քեզ, որ միշտ իմ ձայնը լսում ես։ Ղազարոս, դուրս եկ։ Այսինքն փառաբանությունով սկսա։ Եկավ 5 հացը, 2 ձուկը օշնելու, նայավ երկինք։ Հովհաննես ավետարանում գրում է, որ Աստծուն փառք տվավ եւ բաժանեց տվավ մարդկանց։ Ուրիշ ավետարանները ասում են նայավ երկինք եւ բաժանեց։ Նայ երկինք, նայ Տերոջ, բայց Հիսուսի հետ մեկ ես։ Այդտեղած ես սկսում։ Ոչ թե աղոթես, որ Հիսուս մեջտեղ գա, Հիսուսը օգնի, Հիսուսը լսի, Հիսուսը մի քայլ բերցրի, դու Հիսուսի հետ մեկ ես։ Հիսուսն ասավ, ես քեզ անում, դու ինձ անում, ինչպես որ որդը ճյուղերը կպատեն որդին, մևի ծառը ճյուղերը կպատեն իրար, մենք այդ կապի ներս ենք եւ ասավ շատ մտուղ կբերեք եւ հոր փառքը Երևան կգա, երբ որ դեր աղոթներին պատասխան տա։ Այսինքն մեր կացությունը փառավոր կացություն է եւ ունենք խաղություն եւ այդ խաղությունը մեր բաժինն է։ Հալելույա։